Այդ պահին տարածքը ինչ կարգավիճակ է ունեցել, ում է պատկանել, փաստաթղթով ինչպիսին է եղել այդ տարածքի կարգավիճակը։ Տարածքը ի սկզբանե հենց 2009 թվականից երբ հայրը սկսել է կառուցել, եղել է պետական նշանակության։ Ու մենք գիտակցաբար հայրս ու նույնը մենք ենք տեսել մեր տանը, գիտակցաբար ներդրումներ է կատարել այդ տարածքի վրա ու ներդրումները բացարձակ ոչ մի դումա պետական բյուջեից չեն եղել, ոչ քոլեջի կառուցման, դպրոցը, որը դարձել է քոլեջ, ոչ քոլեջի կառուցման մեջ է պետական ներդրումներ եղել, ոչ գրասենյակի տարածքի կառուցման մեջ են պետական ներդրումներ արվել։ Դες վարձակալությամբ է տրված։ Չէ, տրված է եղել 99 տարի անշամքետ օգտագործման իրավունքով։ Իսկ այդ իրավունքի մեջ կային նաև այլ կետ, այլ պայմաններ, որ ցանկացած պահի կառավարությունը կարող է այդ 99 տարվա ընթացքում հետ վերցնել տարածքը։ Այդպիսի կետ չի եղել, բայց այդ տարածքը 2024 թվականին հանձնվել է պետությանը։ Ում կողմից։ Եվրոպական քոլեջի կողմից։ Եվրոպական ակադեմիայի թե քոլեջի։ Ակադեմիայի բալանսում էր, որովհետև Եվրոպական քոլեջի մասնաճյուղն է եղել։ Խոսքը Արթուր Բաղդասարյանի հիմնած այդ ակադեմիան է, դրա մասնաճյուղն է եղել, այսինքն այդ քոլեջը։ Հիմա Արթուր Բաղդասարյանը հանձնել է պետությանը։ Եվրոպական ակադեմիան հանձնել է պետությանը 2024 թվականին ու արդեն այն ապացույցներով, թղթերով, կտրոններով, որ տարածքի մեջ հայրս մեծ ներդրում է ունեցել, իսկ իր գրասենյակային շուրջ 250 քառակուսի մետր տարածքը ամբողջությամբ կառուցվել է իր սեփական ու վարկային միջոցներով, խոսքը հենց այդ տարածքի մասին է, որ այդ տարածքը պիտի տրամադրվեր մեզ մեր գործունեությունը շարունակելու համար։ Կներեք, բայց վստահաբար հիմա իրենց կողմից այդպես այդ հարց կառաջանա, եթե Եվրոպական ակադեմիան տվել է այդ քոլեջը, հանձնել է պետությանը, գուցե գնաք եւ Եվրոպական ակադեմիայից եւ անձամբ Արթուր Բաղդասյանից այդ պահանջեք այդ քոլեջը, որովհետեւ իրենք են տվել պետությանը, եթե իրենք չտային, գուցե այս հարցը չառաջանար։ Բայց այս պահին արդեն պետության բալանսում է գտնվում, պետականա ու ամբողջ հարցը քննարկումները արդեն պետական գույքի կառավարման կոմիտեի հետ է։ Շատ լավ, բայց մինչև 24 թվականը այդպես չէր։ Երբ որ մենք ցանկացել ենք այդ տարածքում արդեն գործունեություն իրականացնել, ինքը արդեն անցած է եղել պետական գույքի կառավարման կոմիտե։ Բայց մինչև 24 թվական դու գործունեություն իրականացնում եք, չէ՞։ Նորոգում եք ներդրումները։ Որովհետև հա, մեր տնօրինման տակ է։ Եկեք շարունակեմ ու հասկանանք արդեն ինչ եղավ, էլի ամբողջ հարցերն եղավ։ Հուլիսի 24-ին, երբ կառավարության որոշումով տրամադրվում է Վեդի քաղաքի համայնքին, մենք դիմում ենք դատարան։ Ու այս պահին օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում այն փաստաբաններին, ովքեր չկաշկանդվեցին, որովհետև եղան մարդիկ, ովքեր վախեցան դուրս գան կառավարության դեմ ու շնորհակալություն եմ հայտնում մեր փաստաբաններին, որ կարողացան անկաշկանդ լինել ու կարողացան դուրս գալ կառավարության դեմ, որովհետև իրոք դա մեծ խնդիր էր։ Մենք հայց ներկայացրեցինք դատարան ու միանգամից 3 հայցով մտանք։ Առաջինը դա կառավարության որոշումը անվավեր ճանաչելու հայցն էր։ Երկրորդը գույքի կառավարման կոմիտեին դեմ էր, որը որ պետք է արդեն տրամադրվեր տարածքի մեզ, ու երրորդ հայցը դա հայցի ապահովման վարույթն էր, ու հիմա էլ ասեմ փառք ու պատիվ մեր այն դատավորներին, ովքեր էլի չեն կաշկանդվում ու ի օգուտ կառավարության որոշումներ չեն կայացնում։ Մեզ հաջողվեց որոշակի ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում, այսինքն մենք ունենք փաստաթղթեր, մենք ունենք դատարանի կողմից կայացրած որոշումներ, ըստ որի դատարանը որոշեց, որ Վեդի քաղաքի քաղաքապետարանի աշխատողները չեն կարող մուտք գործել այդ տարածք։ Փետրվարի 5-ին նույնիսկ վարչական դատարանը կատարողական թերթ է հրապարակում, ըստ որի ես կցանկանամ այդ 3 կետերը նշել, հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել, ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմին արգելել մուտք գործել Արարատյան 44 հասցեում գտնվող հողամաս և որևէ աշխատանք կատարել նույն հողամասում։ Երկրորդը խոչընդոտել հրուշակագործների համահայկական միավորում, հասարակական կազմակերպության և վերջինիս աշխատակիցների մուտքը Արարատյան 44 հասցե գտնվող հողամաս, և երրորդ կատարել հրուշակագործների համահայկական միավորում, հասարակական կազմակերպությանը և վերջինիս աշխատակիցներին նույն հողամասից վտարելուն կամ հանելուն ուղղված գործողություններ։ Կատարողական թերթը փետրվարի 5-ին է, բայց փետրվարի 6-ին
Վեդի համայնքապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ ներս են խուժում, բարեսպուն իմաստով ներս են խուժում մեր տարածք, կոտրում են դռները, փոխում են դռների փականները ու այսպեսի մի միտք են հնչեցնում, դեռ կպարզենք ներսի գույքը ձերն է, թե մերն է։ Երբ հայրիկս մոտենում է այդ պահին տարածք ու ցույց է տալիս կատարողական թերթը, իրենք մեկնաբանում են, որ մենք տեղյակ չէինք, բայց հիմա նշում եմ, որ բացի աշխատակազմից այնտեղ են եղել նաև համայնքապետարանի փաստաբանն ու իրավաբանը։ Ու ոնց կարող է փաստաբանը ու իրավաբանը մուտք գործի մի տարածք, երբ որ 1 օր առաջ արդեն նման որոշում ա եղել կայացված։